է ենթարկվել փաստաբան Ալեքսանդր Կոչուբայովը։ Ինչ կասեք այս գործով, տեղյակ եք ինչ գործով են վերմայել։ Մեր ունեցած տեղեկատվությամբ այս պայն ներսում աշխատում են նրա գոլեգա փաստաբաններ, ում հետ մենք փորձում ենք կապը պաշտպանել։ Մենք ունենք տեղեկատվություն, որ այն գործ, ինչի շուրջ վերման է ենթարկվել պարոն Կոչուբայովը, վերաբերվում է նրա վերջին գրառմանը Facebook-յան, որով ի պաշտպանություն եկեղեցու նա հանդես էր եկել, այսպես քննադատելով իր նախին գոլեգաներին եւ այս պայն արդարացություն իրականացնող են անձանց, ովքեր որ այսպես ձեռքերը փորձում են կեղտոտել եկեղեցու նկատմամբ ոտնձգություններով կամ իշխանահարաճող գործողություններով։ Այստեղ շատ կարևոր է ֆիքսել, որ ցանկացած հանրային անձի պաշտպանության գործողություն եկեղեցու նկատմամբ սվիններով է ընդունվում ժողովրդավարական բաստիոն հանդիսացող ճակատներում երկրում եւ փաստացի ասել ենք մի իրավիճակի Facebook-յան գրառումի համար փաստաբան է բերման ենթարկվում եւ մենք ունենք տեղեկատվություն նաեւ որ նրան փորձում են քրեական գործ ստեղծել, այսպես հորինել, որի շուրջ նաեւ հնարավոր է տանեն կալանավորման։ Ինչ եք կարծում, իշխանություն իրավապահ համակարգը ինչ է ցանկանում Այսպես իրավապահ համակարգը ինչ է ցանկանում ասելը վաղուց արդեն ոչ մոդայիկ է, որտեղ իրավապահ համակարգ եւ արդարացություն իրականացնող մարմինները վաղուց սեփական խոսք ասելու ունակությունը կորցրել են։ Նրանք դարձել են հլուց առաներ այս իշխանություններին, իսկ իշխանությունները առավել եւս սպասվող էլեկտորալ պրոցեսներից առաջ փորձում են այսպես վախի մթնոլորտ ձևավորել, որ ցանկացած անձ սեփական կարծիքը արտահայտելու համար հնարավոր է եւ կենթարկվի քրեական պատասխանատվության։ Բայց այսօր Փաշինյանը ասում էր ես լրահոսից եմ եկան։ Ձեր նշած անձնավորության խոսքերը մեկնաբանելը վաղուց ինձ համար անշնորհակալ գործ է եւ ժամանակի ավելորդ կորուստ, որովհետեւ երբ մի մարդ կարողանում է պատերազմ կեղծել ու կեղծված պատերազմի հանձնված հայրենիքի արդյունքում կարողանում է ասել, որ ես այս կամ այն ասած իրար հակասող արտահայտությունների մեջ ընտրում է թե որն է ճիշտ ասել, հետեւաբար մյուսը սուտ է ասել, խրոնիկ ստախոսներին մեկնաբանելը իմ գործը չէ ներողություն։ Մի մոռացեք հետևել մեզ Facebook-ում, ինչպես նաև բաժանորդագրվել մեր YouTube-յան ալիքին։